Հարգելի հայություն, հայկական մնացած հասարակություն, ողջույն։ Այս անգամ էլի իմ ընկեր Էդոյի հետ որոշեցինք մեր հերթական տեսանյութը պատրաստել։ Հա, կստացի մեր նախագծերի անունը որոշել եմ դնել իմ ընկեր Էդոն։ Ընկերությունը լավ բան է, ճիշտ ես անում։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Չէ, իրականում շատ լավ եմ զգում, որ քո հաղորդմանը միշտ ինձ հյուր ես կանչում, իմ կարծիքը հարցնում ես, շնորհակալ եմ Հայկ ջան։ Չէ, նախագծի անունը խեմ ուզում մնա իմ ընկեր Էդոն, որովհետև հիմնականում որոշել եմ ստանիստո քեզ լսենք, աղբերս, քանի որ են որ ասում եմ լավ բան լսել եմ, ճիշտ բաներ ես ասում։ Այդ ունենք էլի տենց լիքը քաղաքական թողոբոյերով շփաթ։ Իմացանք, որ Սիմոնյան Ալենը չանցավ ազգային ժողովի նախագահ, տեղը անցավ բոլոր ժամանակների չլողացող Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիայի կողմից ընդունված Ռուբեն Ռուբինյանը։ Բայց գիտես, Ռուբեն Ռուբինյանը չի լողանում։ Ես չեմ իրան անձամբ չօրինակ Ալենին ճանաչում եմ։ Ապա դες նայ դաժե Ալենը ստենդը ասում է, որ կողքը չէր կարում ազգային ժողովում, որտեղ բրից հոտ է գալի ապել, չի լողանում, ընկեր այդ մարդը։ Չեմ կարող ասեմ։ Մեկը ասում են Թուրքիա, ապել, Թուրքիան մի բան փառք է երևի։ Կա իրականություն, կա կարմա, ես լավ հիշում եմ, Ալենը ոնց մտավ եթեր բաներ անում, ասում էր Նարեկին Կարապետյան, ասում էր ուժեղ կրվակ, լավ կրվակ, Ալեն ջան, հիմա լավ ճամփինք ես տուն, ախպեր ջան, ոնց։ Ալենին տուն չեն ճամփել ընկեր։ Ինձ թվում է Ալենին նփն չեմ ուզում էլի անունը տամ դարձնում է իր քաղաքացիական պայմանագրի սերի կարդինալը։ Գիտես լրիվ հիմա sense որ նայում եմ իմ աչքին քաղաքացիական պայմանագիրը լրիվ վերածվել է 2015-16 թվերի 14-15-16 թվերի հանրապետական կուսակցությանը ընկեր։ Իրանց հեչ պետքը չի Բրատ կարող է մի քիչ ավելի ցիվիլ են բաներ կանոնում, բայց հետ պետները չի։ Չէ, նայ, կա գիտես մի բան, Նիկոլ ինչ ուզում անում, հա, հանրապետական կուսակցություն, թե կային վարչության անդամներ, կային մարդիկ, որոնց որ մենք չգիտենք կուսակցության ներսում եւ այլն, պահում են ինչ-որ բարկ է։ Այստեղ դες բան չկա, Նիկոլն է, ինքն էլ 100 անգամ ասել է, ես եմ կառավարությունը, ինչ ուզեմ կանեմ։ Հիմա եթե Ալենը չհամաձայնվի դրան կամ չի համաձայնվել, ճանապարհել են տուն։ Հիմա վաղ հանգամանքները կփոխվի, կբերեն ինչ-որ միտեղ X բանի, չի փոխվի, կմնա տենց։ Այդ Համաձայն եմ քո հետ, բայց ինչքան որ ես հասցրել եմ այս ընթացքում, այս վերջի 8-9 տարիների ընթացքում հասկանամ, թե ինչ են անում մեր քաղաքական իշխանությունները, ու դա Նիկոլենց այդ նույն ճամբար մտած որոշակի ընդդիմադիր աշխատողներն են, ես չեմ ասում ընդդիմադիրներ, ասում եմ ընդդիմադիր աշխատողներ։ Կան, շատ կան ընդդիմադիր աշխատողներ, ընդդիմադիր ձևացողներ, ահա որ շատ են։ Դե դրա համար եմ ասում, տես անգամ ամենահասարակ բանը, էլի տես ես էլ դու էլ ունենք ընդդիմադիր ակնհայտ հայացքներ ու մերպես լիքը մարդիկ էլի անգամ այն մեր հասարակ մի բանա որ մենք ինչ-որ տեսանյութերով կամ ինչ-որ գրառումներով որ կարող է ուզենանք այս մարդկանց մեջ ինչ-որ բան փոխենք լայն մասաների անգամ այդ կողմից որևէ ձևի պատժերշկա չունենք ընկեր որտեղ ընդդիմադիր աշխատողների մեծ մասը հրամանով վիդեո նկարողներ են հրամանով ստատուս գրողներ են իրենց խելքներ չունեն ու այդ մարդկանց պետք է հասարակությունից վերացնել ոչ միտեղ պետքա չլեն առավել եւս քաղաքական դաշտում, Հայկ ջան, չի կարա մարդ այդ իր ուղեղը չունի, չի կարող մի բանի արձագանք տա, ինքը լինի պատգամավորի տեխնացու, ինքը լինի, չգիտեմ, ավականու տեխնացու, այսինքն դի հրաման գա WhatsApp-ով կամ Telegram-ով, այս թեմայով էս խոսասեք, ես էսա դու անդրադարձել ես Նարեկ Կարապետյանի, Ռուբինյանի հետ ինչ որ այդ Ռուբինյանը որ խոսացել էր անկապ դրան, ու նայում եմ հիմնականում նեյտրալ մարդիկ են քեզ հավանություն տվել այդ ասածից, այսինքն ուժեղ Հայաստանի այն թևը, որը միշտ սատարել է Նարեկին Կարապետյան, հավանություն չի տալիս, երբ որ դու նշել ես համ Նարեկին, համ Ռուբինյանին։ Ընկեր, ես քեզ մի հատ բան ասեմ, իրոք լուրջ եմ ասում իմ ընկերական միջավայրի, մատվում նաև դու լավ գիտես, ես էլ դու էլ մենք չենք անում ինչ-որ բաներ, որ մեզ մտնեն տակը լայք դնեն կամ չգիտեմ եսի ինչ անեն, բայց ինչևէ այդ սպայքեն ընդդիմադիր դաշտում Ես չեմ տեսնում։ Ասեմ, ճիշտ ես ասում։ Ես էլ ես ամեն ինչի եմ անում, Ժորժ ջան, դուք էլ իմացեք։ Իմ նպատակը բլոգեր դառնալը չի, քաղաքականության մեջ մտնելը չի։ Իմ նպատակը հայկական մնալն է։ Իհարկե։ Որ հիմա ունենք խնդիր լինել չլինելու։ Դրա համար այս հարթակնել օգնում է լիքը մարդկանց բերել այս դաշտ, որ բացատրել, որ մեկը ադրբեջանցիք մեզ մի օր ցեղասպանելու են։ Այդ գիտես ինչ կա, կներես եղբայր ջան։ Բլոգերությամբ զբաղվելու կամ քաղաքականությամբ զբաղվելու մեջ վատ բան չկա։ Ես sense գիտեմ դու այն մարդն է կարողանում զբաղվի որակյալ բլոգերությամբ հարգելի ընկերներ հարգելի հետևորդներ ով որ կոնտենտ ունի ով կարողանում է միտք գեներացնի տես հիմա ես կարամ նստեմ շատ լուրջ բաների մասին տնեցիք իրեն ինչ-որ մի բան են լսում լայք են հավաքում գովազդ են անում տես բլոգեր չէ ես չեմ խոսում տես բանի մասին այդ ջան տես ուղղակի մեր մոտ
բանը պլանկեն այնքան շատ է գցած, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, թե դու զբաղվում ես բլոգերությամբ, ապա պետք է մի հատ հիմար բան անես, ու մարդիկ մտնեն տակը լայքեն, Վերջում հիմար գովազներ սկսես անել, որ փող աշխատես։ Դու լավ եմ, որ ասում ես սիրելի վարչապետ, Լիլիթ Քուրիկը հղիացել է, իմացել ես։ Մնացել է մեկը տակը կոմենտեր գրի, ասում է մնացել են երեխու պուպուլիկի հարց լուծենք, դե մեկ այդ հարցով մոտիկացել էր, չէ՞ Նիկոլին։ Տեսել ես այդ։ Ախպեր տեսել եմ, բայց այդտեղ ամենավատը գիտես որն է, այդ որ այս պայմաններում ու մենք ուզում ենք այս երկրում այս ճեկալասի մակարդակում ինչ-որ բան վատ է նա, որ այդ տղեն Էրիկը, չգիտեմ, իրականում կարող լավ մարդ է, բայց ինքը հասարակության մեջ կարծիք է կարում ձևավորի իր այդ լեվելով։ Ու բացի այդ լիքը մարդիկ ովքեր ունեն բիզնեսներ, վճարում են այդ մեր ընկերոջը, որ գովազդ անի իրար։ Արա դաժե գիտես, չէ՞, գովազդ դրանում բան սակո սրահի ինգ։ Ահա տեսել եմ ինքը չկա տենց բան։ Ասենք բանը այն թափի 90-ի կարեմի 90-ա չգիտեմ եսի ինչը։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով մենք մտել ենք այս թեմայի մեջ, որ մնանք հայկական, որտեղ հայկականության մեջ չկա սակո սրահ գովազդելը, այդ մենթալիտետը չկա, դա նորմալ չի, ժողովուրդ ջան։ Այդ ինչ ես կարծում, լավ, հələ մատ արագ տեղափոխվենք դեպի սահմանադրական դատարանի վաղվան սպասվող որոշմանը, ինչ ես կարծում, ինչ կանի սահմանադրական դատարանը, ըստ քեզ։ Ինչ որ արել է միջև էս, մնալ է նույնը անփոփոխ Ծառուկյանի ձեները չեն տալու, իմ անձնական կարծիքն է, ասել են մանդատ ուզում եք եկեք վեկալեք, չեք ուզում ի վերցրեք, իմ կարծիքով ընդդիմությունը գնալ է վերցնել այդ մանդատը, միանշանակ, որը ես սխալ եմ համարում, գիտեմ դու կարծիքդ մի քիչ նենց ես նայում, եթե Ծառուկյանը վերցնի նորմալ է կարող է բան փոխեն, բայց եթե Ծառուկյանը չտան մանդատները, ընդհանրապես չարժի դժ մոտիկ գնալ ազգային ժողովի դրան։ Չէ, ասեմ ես ինչի եմ տենց մտածում, Ծառուկյանի վերցնելու դեպքում այդտեղ լիքը կոնֆիգուրացիոն փոփոխություններ են լինում։ Հա, եթե տա, հիմա կապրենք կտեսնենք 2 օր է մնացել, հա։ Չէ, վաղն է, կներես, վաղն է, ու ես շատ մեծ հույս ունեմ, որ իրականում սահմանադրական դատարանը վճիռ հրապարակելու է, որ համաձայնեցնելու են այն վիճակը, որ կամ լինի վերակվյարկություն այդ 3 ընտրատեղամասերում կամ ուղղակի ԲՀԿ-ին անցկացնեն ու ես հիմա էլ եմ այդ կարծիքին, որ Նիկոլին դա օդի ջրի պես պետք է։ Այդ այլ տարբերակ չկա։ Ես էլ կներես մի օր է մնացել, բայց ես եմ մտածում Նիկոլը չքած ունի ամեն ինչի վրա եղբայր, ինչ ուզում անում է։ Ոնց ուզում անում է Եվրոպան էլ սատարում է, ինչքան բաներ արես։ Արա հելնում է քարոզարշավ ժամանակ ասա մարդուն դատել եմ, ունե զրկել եմ, ես եմ անել, հաջորդ օրը կարուսները գրում են հետևից, այդպես բան ո՞նց կարա լինի։ Բան չունեմ ասում։ Լավ է, ո՞նց ես տեսնում։ Լավ, ասենք չտվեց ԲՀԿ-ին, անդիմադիր ուժերներ չվերցրեցին մանդատները, թողեցին sense Նիկոլենց մենակ ազգային ժողովում։ Հա, թողեն մենակ ինչ ուզում են գնան իրանքով անեն, նայ Նիկոլը ուզում է բան ապահովի, նիկոլականները, ինչ որ ինտրիգ ապահովեն, հա, իրանց դրա համար պետք է մարդկանց բերել ազգային ժողով, որ հելեն վիրավորեն, էս անեն, քաշ քշեն, ծեծեն, դուս անեն, ժողովրդին զբաղացնեն։ Բայց դա որ չլինի ժողովրդին զբաղացնեն, elə գործով զբաղվել։ Կամ իրանք դի գործով զբաղվեն, կամ այն մարդիկ, որ իրանք ընտրել են, տենալի որ ոչ մի բան չեն արել։ Իսկ ընդդիմադիր թևը պետք է զբաղվի կուսակցակաշինությամբ, հա ճիշտ եմ ասում։ Այո, կուսակցակաշինությամբ, այո, եւ նաեւ միևնույն ժամանակ պատրաստվել իմիգրացիոներին եղբայր։ Ես հիմա էլ քեզ ասեմ, որ հիմա անդիմությունը շատ ուժեղն է, Երևանը մեծ կարակազմականդի, որ Երևանում շատ արագ գնա արտահայտություն։ Երևանում, այսինքն Ավինյան Տիգրանից որպես երևանցի եմ ասում, երևանցիքին իմ կարծիքով ատում է, որտեղ ինչքան հնարավոր վատ բան կարել է երևանցիների հանդեպ, թե ֆինանսապես, թե բարոյապես է գալիս, որ դու գնում ես խցանման մեջ ես մնում, եղբայր, քո ներվերը օդ փչանում է։ Ընդ նայ, ծախսը շատանում է։ Մանավանդ էս հիմա այս ակցիզային հայտնել որ բարձրացնում են, բանից հետո էս հունվարի 1-ից հետո։ Այդ գիտես, չէ ինպես խոցելի խմբերին է կապնում, մեկ էլ բան անբարոյականներին ընկեր։ Հասած գրիսը մեզակապ դել եք պուտանկեքին։ Նայ, այստեղ ինչի մասին է, հա, մեկ էլ պուտանկեքին։ Նայ, ես քշում եմ բենզինով մեքենա, ծխում եմ, ժամանակ առ ժամանակ օգտագործում եմ ոգելից խմիչք։ Դե 2.90% այդ վիճակի մեջ է, հոգոպես սա ամեն մեկը առողջապահակերպի մեջ։ Բայց մեկ օրինակ վիդեոներից տեղ գրում են նարկոման, բան ասում սիգարետ են ծխում, սպորտով զբաղվում, չեմ խմում, պես նարկոմաններ են էլի։ Դե այդ ֆեյքերի այդ անասուն բրիգադներն, իդեպ դրանց էլ մատ անդրադառնամ։ Արա լսեք, էլի այ ֆեյքեր քշողներ։ Չգիտեմ, այնտեղ Տարոն Չախոյաններ եւ կոպես լիքը զավակներ։ Մի խոսքով զավակներ։ Այս մարդիկ պետք է մի բան հասկանան։ Ես ամեն օրվա ռեժիմով սկսել եմ օրական 200-ից 300 ֆեյք բլոկել։ Հա, ես էլ եմ շատ բլոկել իմեջի ակտիվություն։ Հիմա կոմենտներն եմ ջնջում։ Արա երեք ընկեր ջան, ասարակ մի բան, Կարապետյան Նարեկի էջին մեծ կոմենտ եմ անում իր վիդեոյի տակ։
Օրը մտել են ինձ աշխարհի քֆուրը տալիս են այնտեղ։ Ավելի լավ է հիմա նարեկան սկսել են ֆիլտրացնել ընկեր։ Իդեպ քեզ մի բան ասեմ, ես նույն խնդիրը ես ունեցել եմ Վանեցյան Արտուրի հետ, որ այն ժամանակ ասում էր քեզ որ մի դալբայոբն է ասել, որ այդ ֆեյքերով գրած քֆուրներ կոմենտները քո դիտողականությունը ավելացնում։ Չկա տես բանալը։ Ընկեր, դավարի անցնենք Երևանին, էլի։ Այո, Երևանին։ Երևանցիների համար Տիգրան Ավինյանը աշխարհի ամենավատ քաղաքապետն է։ Տիգրան Ավինյանին տուն ճանապարհերը տեխնիկայի հարց է։ Ես կխեմ էլի Գորբաթյանի կինոն հիշեցի։ Եթե հիմա ընդդիմադիր ուժերը ուզենան տուն ճանապարհեն, շատ հանգիստ կարան կազմակերպեն։ Երևանը ունի 12 վարչական շրջան, 12 վարչական շրջանը ունի ահռելի խնդիրներ, թե ֆինանսապես, թե տեսանելի, որ քայլում ես ընկնում ես փոսը, հեռախոսատանտերն կորում է։ Դե ընկեր, ես դրա համար եմ ասում, եթե շատ ուզենան, ընդդիմադիր ուժերը ունած պրովոկացիաներ կարան ստեղծեն, որ Երևանի պետք մարդիկ իրանց ստեղծում են, ասում են Երևան մտնողներին պիտի ավտոները միտե կանգնացնեն։ Այդ հարցին անդրադարձել եմ։ Արի մա ցենց օրինակ բերեմ, էլի արի երեք չալարենք, ասենք Կիրակի օրը քշենք գնանք մի հատ Արարատի մարզից դեպի որ մուտք կառնում Երևան, ասենք Նորագավիթ։ Տեսավ այդտեղ որտեղ են պարկինգ սարքելու։ Հետո քշենք գնանք աղբեր ենթադրյալ պարկինգը սարքես, տրանսպորտ ունեն 150 դրամանոց Երևանի մեջի տրանսպորտը ես մեքենայով գնում եմ, տենում եմ մարդիկ լղճված, ճմրթված իրար մեջ նստած, ասենք, այդ տրանսպորտը սկի չեն կարծես սրանք ապահովեն, իտո գին են բարձրացրել։ Սրանք ոնց կարան ասենք Աբովյանի սկզբից կամ չգիտեմ, Հարաքյալից մարդկանց բերեն հասցնեն իրենց ջրվեժ օրինակ խոսքի։ Մարդը ապրում ասենք Էշմիածում ջրվեժում աշխատում է, ինչ անի աղբեր։ Էջան, շատ ճիշտ ես, լուծումն էլ էսա կասեմ, բա լուծում ինչ եք առաջարկում, ասեմ, են ճոպանուղի կառուցող տղերքին պետք չի դատել, մեկին Բաքվում են դատում Ռուբենին, որ աշխարհի ամենամեծ ճոպանուղին սարքեց Տաթևի։ Մյուսինը Սամվելինը Երևանում են դատում, աշխարհում կա 3000 պլյուս մինուս միլիարդատեր, երկուսը հայ են դատվում են։ Հələ մի դատեք, թե այդ մարդիկ սարքեն, մետրո էլ կսարքեն, ճոպանուղ էլ կսարքեն։ Այո, ճիշտ է։ Ու գիտես խի եմ ես վստահ խոսում։ Ես օրինակ չեմ կարա 100% ասեմ Սամվել Կարապետյանը կամ Ռուբենը ինչ ձևի վարչապետ կաշխատեն կամ կլինեն, բայց 100% տեսել եմ, այդ մարդիկ արել են, Արցախից սկսած Երևանով, Գորիսով սաղ տեղերը սարքել են, սարքող մարդիկ են։ Էջան, այո, ես քո հետ համաձայն եմ եւ տա Աստված իրոք մի օր էս մեր հայկական մնացած մասաները ունենան այնքան կամք, որպեսզի մենք կարողանանք այս երկրում վերջապես իշխանություն փոխել ու ապրենք ուժեղ եւ ինքնավստահ ճաշակով Հայաստանում։ Այդ ինչ անելու, բերել են թուրքերին լցնեն, իմ ասում են ուրա 300,000 ադրբեջանցի, երեքավոր 300,000 չկա 28,000 գա, օրինակ, բայց գալու են այդ մարդիկ պատրաստվում են գալու, կամ պաշտոնապես կա է, քանի 1000 հոգի ադրբեջանցի եկել է։ Մի հատ Երևանցի կամ հայ կա, որ գնացել է Բաքու Ֆրանսիա եկել է, կողեք աշկս, արա թուղթը մենակ տալիս եք, արա դուք տվող եք։ Դե էտա, Էջան, քանի որ թեմաները մեր մոտ շատ բազմաշերտ են, բայց ես որոշել եմ սրանից հետո բան անենք, էլի, քանի որ շաբաթը մի քանի անգամ նկարում ենք, արի տեղային անդրադառնանք։ Մի հաղորդման ժամանակ խոսենք Երևանյան խնդիրներից, հաջորդ 12 համայնք կա, ամեն հաղորդմանը գոնե մի համայնքին թեթև անդրադառնանք, որը որ խորքային շատ մեծ խնդիր է, կարելի է երկար անդրադառնալ։ Իհարկե, համաձայն եմ քո հետ, ժողովուրդ ջան, ձեր մոտ, այսինքն մեզ մոտ իմ ընկերոդոն նախագիծն մնացեք հայկական, մնացեք Հայաստանում, քիչ վնասներով վաղվանից ինչ-որ ոչ աշխատանքային օրեր են, վաղը ամսի 4-ն է ՏԴ հրապարակումն է, մյուս օրը ոչ բարով մեր սահմանադրության օրն է, հուլիսի 5-ը, ինչ ասեմ, ձիգ մնացեք, լավ եղեք, կհանդիպենք հաջորդիվ հայկական մնացած մասանը թող լայք են, կոմենտ գրեն ու տարածեն, էլի, այդ մեզ օգնում է, ինձ անկել շատ են գրում, ինչով օգնենք, մենակ դրանով լայք եք, կոմենտ գրեք, թեկուզ կոմենտը կարող է բթի տեսքով, որտեղ ադրբեջանցիք մեր էջերին անընդհատ սպամ են տալի, ժողովուրդ ջան։ Հա, իդեպ տեսանյութը տեղադրվելու է հայկական YouTube-յան ալիքով, մեր էջերում էլ կտեղադրենք, ինտեգրենք, հետևեք, նայեք, տարածեք ու հայկական մնացեք։ Լավ մնացեք։ Այսքանը լավ եղեք։